Մեն հեծից չի կախված սակագնի իջեցումը կամ բարձրացումը, բայց հեծ իր մասով երկար ժամանակ վստահաբար հնարավորություն ուներ նման նախաձեռնությամբ հանդես գալու նախորդ տարիներին, ելնելով այն իրավիճակից, որ հիմա մենք վեր ենք հանում ուռճացված գնումներ, ուռճացված ինքնարժեքներով ներդրումային ծրագրեր, գերշահույթի միգրացիա հեծից որպես իրավաբանական անձ դեպի հեծի տնտեսական արժեշղթայի մեջ մենաշնորհային դիրքով ներգրավված տաշիր ընկերությունների խմբին ուղղակիորեն կամ անուղղակիորեն աֆիլացված այլ ընկերություններ, որտեղ որ ընկերություններ կան, դա արդեն նաև ՀՑԿ-ի անցյալ տարվա վարույթի ու ՊԵԿ-ի նաև իրականացրած հարկային ստուգումների կետային, այդ թվում նաև պետական վերահսկողական ծառայության կողմից իր լիազորությունից բխող պետական կառավարման համակարգի այն մարմինները, որոնք որ կոչված են կարգավորելու նաև հանրային ծառայությունների ոլորտի քաղաքականություն եւ կյանքի կոչելու այդ լիազորությունը նկատում իրականացած վերահսկողության արդյունքում արձանագրված են ընկերություններ, որոնք որ մինչև 300% շահութաբերություն են պաշտոնապես փաստաթղթավորել եւ հարկվել այդ շահույթով Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար